Սիրելի եկեղեցի, եկեք մեր տերունական Հայր մեր աղոթքով սկսենք ծառայությունը։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը, գա քո արքայությունը, լինի քո կամքը, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր, եւ թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք էլ թողնում ենք մեր պարտականներին, եւ մի տանի մեզ փորձության, այլ ազատիր մեզ չարից, որովհետեւ քոնն է թագավորությունը եւ զորությունը եւ փառքը հավիտյանս ամեն։ Մինչ կանգնած ենք Տիրոջ ներկայության մեջ, կարդանք Աստվածաշնչից մի հատված։ Հեսուի գիրք, առաջի գլուխ 8-րդ խոսք։ Այս օրենքի գիրքը քո բերանից չհեռանա, այլ գիշեր ցերեկ նրա վրա մտածես, որ պահես եւ կատարես բոլոր նրա միջի գրվածների պես, որովհետեւ այն ժամանակ ճանապարհները հաջողակ կանես եւ այն ժամանակ խելամուտ կլինես, այսպես է ասում Աստծո խոսքը։ Սիրելի եկեղեցի, այստեղ են գրված կարիքներ, խնդիրներ, որոնց պատասխանը մենք չունենք։ Եվ հիմա միաբան աղոթք կանենք, եւ եթե դու չես հասցրել գրես քո կարիքը, կարող ես մտովի միանալ մեզ։ Մեզ սոց ցանցերով նայողներին նույնպես կարող եք միանալ մեր աղոթքին ձեր կարիքների համար։ Երկնային Հայր, մենք գալիս ենք քո առաջ Հիսուս Քրիստոսի անունով։ Տեր, շնորհակալ ենք քեզ ամեն ժամանակների համար։ Շնորհակալ ենք Տեր քո ներկայության համար։ Շնորհակալ ենք քո խոսքի համար, Տեր։ Շնորհակալ ենք քո խաղաղության ու քո սիրո համար։ Շնորհակալ ենք Տեր, որ հնարավորություն ունենք այսօր այստեղ կանգնած հանձնենք մեր կարիքները քեզ։ Շնորհակալ ենք Տեր, որ լսում ես մեզ։ Տեր, միաբան աղոթք ենք բարձրացնում այստեղ գրված ամեն մի կարիքի համար։ Այստեղ կան բժշկության կարիքներ, այստեղ կան ազատագրման կարիքներ, խաղաղության սիրո կարիքներ կան, Տեր, կան ֆինանսական կարիքներ։ Մենք բոլոր կարիքները հանձնում ենք քո թանկ ձեռքերի մեջ, Տեր, եւ հռչակում ենք, որ քո կամքը լինի այս կարիքների վրա, որովհետեւ Տեր քո կամքը բարին է, հաճելին եւ կատարյալը։ Եվ Տեր, թող որ ոչ մի խնդիր մեր հայացքը չթեքի քեզանից, Տեր։ Նաև աղոթք ենք բարձրացնում մեր Հայաստանի համար։ Տեր, շնորհակալ ենք, որ ունենք Հայաստանը, Տեր։ Մի փոքր երկիր, բայց մեծ պատմություն։ Տեր, դու դարերով պահել ես մեր երկիրը։ Այսօր էլ մենք հանձնում ենք մեր Հայաստանը քո սուրբ, քո թանկ ձեռքերի մեջ։ Տեր, թող որ քո խաղաղությունը իջնի մեր երկրի վրա։ Թող որ քո սերը իջնի ամեն մի ընտանիքի, ամեն մի մարդու վրա, Տեր։ Քո պաշտպանությունն ենք խնդրում մեր սահմաններին, Տեր։ Քո պաշտպանությունը թող լինի մեր զինվորների վրա, Տեր։ Հանձնում ենք մեր Հայաստանը քո սուրբ ձեռքերի մեջ։ Նաև աղոթք ենք բարձրացնում, Տեր, իշխանավորների վրա։ Թող որ աստվածավախ լինեն իրենց որոշումների մեջ, Տեր, եւ թող որ նրանց որոշումները չլինեն քո խոսքին հակառակ, այլ լինեն քո խոսքին համաձայն, Տեր։ Եվ չլինենք, Տեր, ոչ միայն խոսքով առաջի քրիստոնյա ազգը, այլ լինենք նաև գործով առաջի քրիստոնյա հայ ազգը, Տեր։ Նաև աղոթք ենք բարձրացնում Ռուսաստանի համար։ Տեր, գոհանում ենք քեզ Ռուսաստանի համար, որ այստեղ մեզ շատերիս ընդունել են, այստեղ աշխատում ենք, ապրում ենք, Տեր, ընտանիքներ ենք կառուցում։ Շատերս այստեղ քեզ ենք ճանաչել, Տեր։ Մենք գոհանում ենք ու խնդրում ենք, Տեր, օրհնես այս երկիրը, օրհնես ու օծես քո խաղաղությունով, քո սիրով, Տեր ջան։ Թող որ օրհնված լինի Ռուսաստանը, նույնպես աղոթք ենք բարձրացնում Ռուսաստանի կառավարների համար, Տեր ջան։ Թող որ քո իմաստությունը գա նրանց մեջ, Տեր ջան, նրանց որոշումների մեջ։ Փառք ենք տալիս ու գոհանում ենք, Տեր։ Աղոթեցինք հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Հալելույա, Տեր ջան։ Դու ես մեր ապավենը, դու ես մեր ամրոցը, դու ես մեզ մեր թշնամիների ձեռքից ազատողը։ Մենք խնդրում ենք քո զորությունը, ներկայությունը իջնի հենց հիմա, կպնի ամեն մեկին, նորոգի ջարդվածին, վերականգնի այն ինչ որ մարդը երբևիցե կորցրել է իր կյանքում, Տեր։ Թող թշնամին իմանա, որ քո պես թևու տիկունք ունենք մեր հետևում, Տեր ջան։ Մեր չորս բոլորը, թող թշնամին ոչ թե իմանա, այլ տենա էլ, Տեր ջան, որ կենթանի Աստված ունենք, ու մենք քեզ երկրպագում ենք, քեզ պաշտում ենք, օրհնում ենք, մեծարում ենք, ու ողջ փառքը քեզ ենք տալի։ Հիսուսի անունով։ Ամեն։ 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 Փառք Տիրոջը, սիրելիս։ Իմ ու քո Տերը արժանա, ողջ փառքը Տիրոջն է։ Տերը օրհնի քեզ շատ։
Բարի գալուս տիրոջ տուն, մի հատ կարաս ընենց ժպտաս կողինիդ, որ այդ ժպիտի մեջ կյանք տենա ու նստես տիրոջ խաղաղությունով։ Տերը օրհնի, շնորհակալություն, փառաբանություն։ Այսօր պատիվ ունեմ կիսվելու տիրոջ տան մեջ, տիրոջ խոսքով։ Ինչ լավ է, որ տեղ ունենք, որ դե կարան գանք, ու մեր խնդիրները, մեր հոգսերը, մեր սիրտը, սենց մի անգամից բացենք ու թափենք Աստծո առջև ու ասենք, Աստված, գիտես ինչ, առանց քեզի չի լինում։ Ուր էլ գնաս, ուր էլ պտտես, ֆռաս, հետ գաս, մեկ այն վերջի կետը տիրոջ տան մեջ անելու։ Վերջի կետը տիրոջ մոտն է գնալու։ Համար Տերը օրհնի քեզ շատ, նաև ողջունում եմ, ովքեր մեզ հետևում են սոցցանցերում, Տերը ձեզ էլ օրհնի, Տիրոջ սերը ձեր հետ էլ լինի։ Գնանք առաջ։ Եկեք գնանք իրար հետ Աստվածաշնչի սկիզբը, ծննդոց գլուխ։ Հետաքրքիր ձևով Աստված ամեն ինչ ստեղծում է իր խոսքով։ Ամեն ինչ։ Բնությունը, երկինքը, երկիրը, ծովը, ամեն ինչ ստեղծում է իր խոսքով, բայց մարդուն ստեղծում է ձեռքերով իր։ Անձամբ ինքն է սկսում մարդուն կավից, ասում է, չէ, կավից վերցրեց, սարքեց եւ վրնգացվեց, շունչը դրեց։ Իր ձեռքերով, այն որ ասում է, ես իմ ձեռքերով ամենից սարքեցի, որ ամեն դնեմ իրան այն ամենի մեջ, ինչ որ խոսքով ստեղծել եմ ես։ Դնում է մարդուն ամենալավ տեղը, ամենահարմար տեղը, ամենատակ տեղը, իր ներկայությունով լցված, շուրջ բոլորը ամեն ինչ ասումներ նկարագրում։ Դրախտի պարտեզի մեջ է դնում, կենդանիներին, որ իր շուրջ բոլորն են պտուղները, ամեն ինչ ինչ որ կար արարված։ Ասեց, բայց դե մարդը մենակ է, լավ չի։ Իրավիճակներից ելնելով Եվային դրեց իր կողը, Ադամի կողը, ապրում էին իրար հետ, մեր որ ասում է մարդուկին ջան ասում, ջան լսում էին իրար, ոչ մի բանին ուշադրություն չեն դարձնում, ոչ հոգս կար, ոչ խնդիր կար, ոչ մտածելու տեղ կար, ոչ մի բան չկար անելու, իրանց համար վայելում են այն ինչի մեջ Աստված իրանց դրել է, իրանց փառահեղ մարմնով։ Ու դա, գիտես ինչ, մենք նայում ենք մի օրվա պատմությունով, բայց դա մի օրվա պատմություն չի, մենք կարդում անցնում ենք, մտամուս, հա դա էս պահն է, դա երկար ժամանակ է։ Բայց ծննդոց գլխում տեսեք ինչ է գրած, իդեպ ասեմ, որ Եդեմի մեջ էլ ծառ էր Աստված դրել, ու Ադամին ասել էր չկպնես, չուտես դրանից, եթե կպնես կմահանաս, ու ինչպես միշտ մեկը միշտ լինում է, որ ուզում ու գա, ասում մարդու միջև ամեն բան փչացնի, ամեն հարաբերություն։ Ու ծննդոցում գրած այդ, եւ կինեն ասեց օծին, ծննդոց 3-րդ գլուխ 2-ից 3 խոսքերը, պարտեզի ծառերի պտղիցը ուտում ենք, բայց այն ծառի պտղիցը, որ պարտեզի մեջտեղն է, Աստված ասեց, մի ուտեք նրանից, եւ նրան մի դիպչեք, որ չմեռնեք։ Պատվիրան է տալիս։ Տեսեք, արդեն Եվան մտել է երկխոսության մեջ, տեսեք, եւ կինը ասեց օծին, արդեն մտել է խոսակցության մեջ օծի հետ, ասել ամեն ինչից կուտեք, բայց այս ծառի պտղից չուտեք, որ չմեռնեք, ինչ-ինչ պատճառով, միտեղ ավել պակաս խոսալով, ընկնում ես խոսակցությունների մեջ, որը որ պետք չէր, ու մարդ իր խաղաղությունը կորցնում է։ Նույն իրավիճակներ Եվայի մոտ, ինքը մտավ խոսակցության մեջ, որտեղ որ կորցրեց Աստծո տված պատվիրանը։ Նույնպես էլ մեր կյանքերում է գալիս, երբ որ դու մտնում ես ավել պակաս խոսակցությունների մեջ ու չգիտես հայտնվար մի հատ իրավիճակի մեջ, որ չէր պատկերացնի։ Մտածում ես մի փոքր բաներ։ Եղածներ մի բան չէր, մի թեթև մի հատ զրուցեցինք, կամ մեկին քննարկեցինք, կամ սրա հետևից մի բան ասեցի, կամ ես չէի ուզում սա անել, չգիտեմ ինչինքը մտածեց, որ ես սա էի ուզում անել։ Մի փոքր պատճառով մտնում եք խնդիրների մեջ։
Ծննդոց 3:6 տեսեք ինչ ասում. Եվ կինը տեսավ, որ ծառը լավ է ուտելու համար, եւ թե հաճելի է աչքերին, եւ փափագելի է ծառը նայելու համար։ Առավ նրա պտղիցը եւ կերավ, եւ իր հետ իր մարդին էլ տվավ, եւ նա կերավ։ Ու մի փոքր բան բերեց նրան, որ պատվիրանից ընկավ մարդ։ Աստծո ստեղծածը պատվիրանից ընկավ, մի փոքր բան։ Միջև այդ գնում գալիս էին մարդուկին, ուշադրություն չեն դարձնում այդ ծառին։ Հեչ վեճները չէ, կներեք, սենց տնավարի բառ եմ ասում։ Բայց մեկը հայտնվում է, ոնց որ ուշադրությունը շեղի դրան։ Ու մեկ էլ սկսում ես նայես, հա իրոքից հաճելի է, իրոքից դուրը գալիս է, իրոքից ցանկալի է, խոսքն ասում այդպես։ Ասում է կերավ, քիչա որ կերավ էլ ամուսնուն էլ տվեց, Ադամին էլ տվեց։ Մեծական խոսք ունենք, չեն, որ ասում է, ոնց եկավ խելքս, կերավ, տարավ։ Այն ասում է, լեզվի մեջ օծի լեզու կար, չգիտես ոնց խապեց, տարավ։ Այդ նույն իրավիճակը եղավ Ադամի ու Եվայի հետ։ Ծննդոց 3:17 Եվ Ադամին ասեց, Աստված ասում է Ադամին, որովհետև դու լսեցիր քո կնոջ խոսքին եւ կերար այն ծառիցը, որի համար պատվիրեցի քեզ ասելով, նրանից չուտես, անիծյալ լինի երկիրը քո պատճառով, նեղությունով ուտես նրանից կյանքիդ բոլոր օրերում։ Մի հատ փոքր բանի պատճառով, մի հատ պտուղի պատճառով, սիրելիս, մի հատ պտուղի պատճառով, ասում է, քո նեղությունով ուտես միջև կյանքիդ վերջի օրերը, ու ասում է անիծյալ լինի երկիրը քո պատճառով։ Մի հատ փոքր բանով, իմ ու քո կյանքում էլ մի հատ փոքր բան, սիրելիս, մեծ չի գալի, մի հատ փոքր բան է, մի հատ փոքր սխալ ցանկություն, մի հատ փոքր սխալ հայացք, մի հատ փոքր չգիտեմ ինչ տարբեր պտուղներ, որ ուզենալու ես մոտիկանա, տարում է բերի գցի դրա մեջ։ Ու դա սատանայի ծրագիրն է։ Մի հատ փոքր բանի միջից անեմ։ Լավ, մի քիչ ֆինանսներ չկա, հեսա խաղաղությունը կգողացնեմ, ինչ կլինի որ։ Լավ աշխատում է, բայց տանջվում է։ Ոչ մի բան չի ստացվում։ Էսի չեմ կարում անեմ, էնի չեմ կարում, նրանը չեմ կարում հասնեմ, սրանից չեմ կարում ազատագրվեմ, չեմ կարում էսի կտրեմ ինձանից։ Մի փոքր բան, որ գցում է ինձ ու քեզ Աստծո ներկայությունից։ Ու տենց, այն որ ասում եմ, փառքից ընկնելը, Աստծուց ընկնելը, Աստծուց հեռանալը, էսի ես անվանում եմ աշխարհի ամենամեծ պարտությունը։ Ադամի պարտությունը աշխարհի ամենամեծ պարտությունն էր։ Ոչ թե ֆիզիկական, իրանը հոգևոր պարտություն էր։ Ինքը փառահեղությունից ընկավ։ Ինքը իր լույսից, Աստծո ներկայությունից ընկավ մի հատ փոքր պտուղի պատճառով։ Այսօր ես ու դու պետք է աչարձուծ լինենք ինչ պտղի ենք մոտենում։ Ամեն մի պտուղ չի որ ուտելու է։ Ինչքան էլ սիրուն լինի, ինչքան էլ քաղցր լինի, ինչքան էլ գրավիչ լինի, ինքը ուտելու չի։ Ինձ ու քեզ չի կարելի ամեն մի պտղին մոտիկանալ։ Առաջի պայմանագիրը մարդ Աստված էր սիրելիս։ Ու ցավոք մարդը չկարեցավ այդ պայմանագիրը պահել։ Ու գիտեք ինչն էր հետևանքը։ Անապականը դարձավ ապականված, սիրելիս։ Անմահը դարձավ մահկանաց։ Այն ինչ որ Աստված ստեղծել էր, ինքը անմահ էր, չափ ու սահման չուներ։ Բայց մի փոքր պտղի պատճառով ինքը դարավ մարդու կյանքում սահմանափակ։ Պատադեմ, չի գնում էլ առաջ դրանից։ Տեսեք, կորցնելու համար մարդուն ոչ մի բան պետք չի, չեն։ Մարդը եթե ասենք ուզում է ինչ-որ մի բան կորցնի, չի գնում ասի, գիտես ինչ կա։ Տեսել եք այդպես մարդ որ կասի, գիտես ինչ, ես շատ հարուստ եմ, շատ ունևոր եմ, եկեք ինձի թալանեք գնացեք։ Տեսել եք այդպես բան։ Չկա, չեն այդպես բան։ Ինքը չի ասի արի տար, կորցնելու համար գին վճարել պետք չի, բայց փրկվելու համար գին է պետք վճարել։
Մարդն ստանում է այն, ինչ ցանում է։ Միշտ մենք ստանում ենք այն, ինչ ցանում ենք, չլսելու հետևանքով, չհնազանդվելու հետևանքով։ Ախրայ ախպեր ջան, այդքան ասում եմ, մի գնա, այս գործը քեզ օրհնություն չի բերելու, ինչի գնացիր։ Իմ կյանքում մի հատ իրավիճակ եղավ աշխատանքի հետ կապված, մի հատ հանդիպան գնացի, վկայեմ ձեզ, առաջարկը շատ լավն էր, թե ֆինանսապես, որ առաջինը ինչ-որ ներկապահին մարդը նայում է, թե մի կողմից նայում ես, որ հոգևոր եղբոր հետ ես աշխատելու դե դժվար հոգևոր եղբայրը քեզ ինչ-որ միտեղ խափի, չեն, ոչ մեկն էլ չի մտածում։ Այն որ ասում է լցված ուրախությունով, հա լավ է, հեսա գնալու ենք, հաշվարկել մարդը միշտ անում է, չեն, թե այսքան գումար է մնալու, հələ գնամ մնալու, էլի, գնամ, մտնեմ, վերցնեմ, գնամ շուտ պայմանավորվեն, քանի ուրիշ մարդու չեն առաջարկել։ Ու վազելով, այն որ ասում է մարդը գնում է այդ հանդիպման։ Հելա իմ համար գնացի։ Միջև տարածք մտնելը աղոթեցի, ասի Տեր ջան, եթե կոքամ գնա թոլինի։ Դες մարմինս ասում էր լավ է։ Միտքս ասում էր լավ է, բայց Աստված ինչ ասում։ Մտա հենց այդ տարածք։ Մտա տարածքի մեջ դուք չեք պատկերացնում ներսիցս ինչ տագնապ էր։ Ներսս խաղաղություն չկար։ Այն աստիճանի խաղաղություն չկար, որ այդ եղբայրը նայեց դեմքիս ասեց. դու լավ ես, քո հետ ինչ-որ բան եղավ, ասի հա լավ եմ, ամեն ինչ նորմալ է, բայց ասի եղբայր, այս գործը իմ գործը չի կներես։ Ես ու դու միշտ պետք է առաջնորդվենք Տիրոջ խոսքով։ Կապ չունի ինչքան քաղցր պտուղ է, ամեն փառք Տիրոջը։ Ինչքան հաճելի պտուղ է, ես ու դու Աստված ունենք։ Ինչա իմ ու քո Աստված ասում, ուր առաջնորդում, գնաս թե չգնաս։ Ավելի լավ է եղբորը ասես չէ, ոչ դու վնասվես, ոչ էլ ինքը վնասվի, քանց թե մտնեք մի բանի մեջ, որի միջից երկուսով վնասված դուրս եկար։ Որտեղ էր Ադամ եւ որտեղ ես հիմա, որտեղից ընկար։ Մի հոգու մեղքի պատճառով մահը մտավ աշխարհ սիրելիս։ Հռոմեացիս 6:23 տեսեք ինչ ասում, որովհետև մեղքի վարձքը մահ է։ Մի հատ փոքր պտուղի պատճառով, ինչ որ մի բան էլ չէր արել, մի հատ փոքր պտուղի պատճառով մեղքը մտավ աշխարհ, որի հետևանքել կար մահ։ Ոչ թե ֆիզիկական մահ, հոգևոր մահ կար։ Առաջի պայմանագիրը Ադամ Եվա, Աստված Ադամ կներեք, որը որ մարդը չկարեցավ պահել։ Հիմա դուք ասես ինչ անենք։ Երկրորդ պայմանագիր կա սիրելիս։ Ես ու դու նոր ուխտի մարդ ենք, չէ՞։ Երկրորդ պայմանագիրը երկու ասու միջև, հոր եւ որդու միջև, երկրորդ պայմանագիրը սիրելիս։ Ես ու դու նոր ուխտի մարդ ենք։ Տեսեք Հռոմեացիս 5-րդ գլուխ 18-ից 19-րդ խոսքը ինչ է ասում։ Այդ ուրեմն ինչպես որ մեկի հանցանքով ամեն մարդկանց վրա դատապարտություն եկավ, նույնպես էլ մեկի արդարությունով ամեն մարդկանց վրա կյանքի արդարություն է գալիս, որովհետև ինչպես որ մեկ մարդի անհնազանդությունով շատերը մեղավոր եղան, այնպես էլ մեկի հնազանդությունով շատերը արդար կլինեն։ Փառք Տիրոջը սիրելիս։ Ասում է ոնց որ մեկի անհնազանդություն, անականջության, չլսելով, չխոնարհվելու պատճառով աշխարհը անիծվեց, աշխարհում կյանքում մարդու կյանքի մեջ մահ եկավ, հոգևոր մահի մասին է ասում սիրելիս։ Այնպես էլ ասում է մեկի արած քայլելով էլ կյանք նորից կունենաս։ Դա Քրիստոսի մասին է սիրելիս, հա։ Իմ ու քո Տիրոջ մասին է, ում ես Տեր ու Փրկիչ եմ դավանել։ Այսօր մարդ կա, որ առաջին անգամ է ստեղ։ Ես խնդրեմ ձեռդ բարձրացես, ողջունենք քեզ, Տերը օրհնի ձեզ շատ։ Այսօր դու առաջին անգամ մտնելու ես այդ նոր կտակի մեջ, որ Աստված քեզ է խոսք տվել։ Նոր ուխտի մարդ, նոր ընթացք, նոր կյանք։ Մարդը միշտ էլ ման է գալիս,
Մարդը միշտ էլ ուրիշին մեղադրում է, էս էր մեղավոր, այն էր մեղավոր, ու չի ուզում իր բաժին մեղքը գտնի։ Սրա պատճառով եկեղեցի չեմ կարում գամ։ Բայց մարդուն երբ տենում եմ, չեմ կարում ինձի զսպեմ։ Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, որ ասում են եկեղեցի իր պատճառով չեմ գա։ Լսի, մենք եկեղեցի չենք քարոզում, սիրելիս։ Մենք քարոզում ենք կենթանի Աստված, խաչված, մահացած, հարություն առած Քրիստոսին։ Ու այն մարդը, որ Փարտիրոջը, ու այն մարդը, որ ասում է իր պատճառով եկեղեցի չեմ գալին, մի էժանացրել իմ ասուն։ Քո ասուն մի էժանացրա։ Ոնց դու կարաս մարդուն բերես համեմատես Աստծո հետ։ Մարդը ինչա որ պատճառ լինի, որ եկեղեցի չգաս, դու չես գալի եկեղեցի, դու գալիս ես Աստծո մոտ։ Մի էժանացրա Աստծո գինը, սիրելիս։ Երբեք մի համեմատի մարդուն Աստծո հետ։ Հետո եկավ Քրիստոսը, սիրելիս, այն խոստմունքը, որ մեզ Հռոմեացիս գլխում այդ խոստմունքը կա իմ ու քո համար։ Մարդու կորցրածը հետ վերցնի, սիրելիս։ Մարդու կորցրած։ Այսօրվա խոսքը ես վերնագրել եմ, կորցրածը հետ գբերեմ։ Կորցրածը հետ գբերեմ։ Իրա խաչի մահով եկավ, որ այն ինչ որ Ադամը կորցրել էր, որ հետ բերի։ Այն հավիտենությունը, որ Ադամը կորցրել էր նրա մեջ, որ ինքը որ ապրում էր, որ անմահկանացում դարձավ մահկանացու։ Քրիստոս եկավ, որ հետ տանի։ Ու դա գիտես ինչն էր, սիրելիս, էդի Աստծո կանչն էր։ Աստծո սիրո կանչն էր, Քրիստոս Աստծո սիրո կանչն էր ինձ ու քո հանդեպ։ Այնքան է ինձ ու քեզ սիրում, որ իր որդուն տվեց իմ ու քո համար։ Դա կանչ էր ինձ ու քեզ։ Որ չուզենար չէր անի, կասեր հա դե մահանում գնում են, ինչ անենք։ Մարդ իր խելքով, իր ոտներով գնում է ուր որ ուզում է։ Իր անձը մեր համար մատնեց, սիրելիս, գին վճարեց։ Նոր ուխտը գին ունի, սիրելիս։ Եթե առաջին պայմանագրի մեջ ոչ մի բան չկար մարդու կողմից արած, դրված, ստեղծած, արարած, երկրորդի մեջ գին կա գնված։ Գինա տվե Քրիստոսը, գինա վճարե, տանջվե, երեսին թքել են, ծեծը կերել է, անմենա անարգված մահով մահացել է խաչի վրա։ Բայց ինքը եկավ կորցրածը հետ բերի։ Ինչ ունես այսօր դու քո կյանքում կորցրած։ Բոլորս էլ ինչ-որ միտեղ, ինչ-որ մի բան մենք կորցրել ենք, որովհետև այս աշխարհը սովորա դրան, օծը միշտ գալիս է, որ կորցանի տանի, մեկը խաղաղություն, մեկը իր առողջությունն է կորցրել, մեկը ֆինանսներն է կորցրել, մեկը ընտանիքի միջի երջանկությունն է կորցրել, մեկը համերաշխությունը իր հարազատների հետ է կորցրել, ամեն մեկս ինչ-որ մի բան ունեն կորցրած, բայց այսօր բարի լուր ունեմ, սիրելիս, Քրիստոսը եկավ, որ այդ կորցրածը հետ բերի էլ։ Ինք եկավ այդ կորցրածն էլ հետ բերի, փառք Տիրոջը։ Ու տեսեք ինչ ասում, Ծննդոց 8-րդ գլուխ 21-22։ Եվ Աստված անուշ հոտը հոտոտեց, եւ Աստված ասեց իր սրտումը. այլևս չեմ անիծի երկրի մարդի պատճառով, որովհետև մարդի սրտի խորհուրդը չար է իր մանկությունիցը։ Եվ այլևս չեմ զարկի բնա ոչ մի կենթանի, ինչպես արի, այսուհետև քանի ժամանակը, որ երկիրը կմնա, սերմ ու հունձքը եւ ցուրտ ու տաքը, ամառ ու ձմեռ եւ ցերեկ եւ գիշեր չեն դադարի։ Այնքան հաճելի անուշահոտ զոհ էր, որ Աստված ասեց, «Էլ չեմ անիծի, էլ չեմ թողի, որ մարդը կորի, էլ չեմ թողի, որ մարդու հոգին կորի, հետ կբերեմ, իմ որդու միջոցով հետ կբերեմ այս ամեն ինչ»։ Աստված ինչ ասում է, սիրելիս, ամեն ինչ զարմանալի ձևով ստացվում է իմ ու քո կյանքում։ Ինչ ինքը ասում է, բայց դե մենք խոսք ունենք, չեն, որ ասում հասողին լսող է պետք։ Լսել է պետք, ու ոչ թե մենակ լսես, կարաս լսես, հավերժ կարաս լսես։ Կներես սենց օրինակ եմ բերում, հավերժ կարաս գաս նստես դալիճում ու լսես ու ոչ մի բան չվերցնես, չանես քո կյանքում։ Բայց դե լսում ես։ Ոչ թե մենակ լսես, վերցնես, անես էլ դրանով։
Հերիքա լսես, այն կարաս լսես հանրագիտարան դառնաս, բայց դե որ գործ չունես ում բա պետք այդ հանրագիտարան։ Սկսի, այս գիրքը տված է ինձ ու քեզ, որ սրանով շարժվենք ու գործենք, որ սրանով գնանք առաջ։ Սա տված չի, որ դնես կարդաս, փակես, կարդաս, բացես, կարդաս, փակես, չէ, սա տված է գիրքը ինձ ու քեզ, որ ես ու դու սրանով ապրենք։ Ապրենք։ Սա ուղեցույց է իմ ու քո համար։ Ամեն իրավիճակներում կապ չունի ինչ իրավիճակում ես հայտնվել։ Կորցրածը հետ կբերեմ։ Հոբին հիշում եք, չէ՞։ Ինչ եղավ իր կյանքում։ Ամեն ինչ ուներ։ Ամեն ինչ, ոչ մի բանի պակաս չուներ։ Սկսած ֆիզիկականից, Աստված էլ իր համար ասում է, իրապես արդար մարդ էլ չկա, հոգևորով ավարտված։ Բայց արի ու եկավ մի հատ իրավիճակ, որ այն փոքր պտուղը ուզում է ինչ-որ մի ձև գա տանի հասցնի սատանեն այն փոքր պտղին։ Ինչ-որ մի հատ իրավիճակ, որ ուզում է տանի ինձ ու քեզ, որ կորցնես ամեն բանը։ Պարտադիր չի, որ կորցնես էլ։ Միգուցե հիմա ինչ-որ մի հատ ընթացքի մեջ ես, որ ուզում է տանի դրան քեզ։ Ասում է իր համար նստած իր տունը, մրիկ եկավ, տունը քանդվեց, երեխեք ընդ մահացան, թշնամիները եկան ունեցվածքը ձեռքից արան, հիվանդությունը եկավ վրեն, կինն էլ ասեց հայոյի գնա։ Բայց այս ամեն ինչի մեջ ինք ասեց, ես Տիրոջը չեմ ուրանա։ Իմ բառերով եմ ասում։ Ասում է, ես Տիրոջը չեմ թողելու, որովհետև ինքը ճաշակել էր Տիրոջը։ Ինքը ճանաչում էր Տիրոջը։ Իր միակ հույսը Աստված էր, ուրիշ հույս ինքը չուներ։ Ամեն ինչ կորել էր, էլ ոչ միտեղ ինքը չուներ գնալու։ Միայն Քրիստոսի Աստծո մոտ պետք է թար։ Ու եթե նայեք իր որ բնութագրումը ասում է, ամենտեղ նստած Հոբը բոլորին խորհուրդ էր տալիս, ծերերի մեջ էր նստում, հելում էր, երիտասարդներին սովորեցնում էր։ Ու հետաքրքիր տեսեք խոսք ասում, Հոբ 42:5։ Ու իր վերջը գիտեք, չէ՞, ոնց է լինում, կասեմ նոր կկարդամ, վերջ ավելի բարի է լինում։ Իր վերջ ավելի բարի է մնում։ Իր պատերազմը հաղթեց, բարի պատերազմը հաղթեց, պատերազմի պտուղներն էլ արդեն տենում է։ Աստված կրկնապատիկ տվեց, ավելի բազմապատկեց։ Ու հետաքրքիր խոսք ասում, վերջի գլխում շատ հետաքրքիր խոսք ասում, Հոբ 42:5։ Ականջի լսելով ես լսել էի քո մասին, բայց հիմա աշկս տեսնում է քեզ։ Ժամանակն է, որ աչքդ արդեն տենա։ Ժամանակը, որ քո կյանքում դու տենաս Աստծո ձեռագիրը։ Այն ինչ որ կորցրել ես, ժամանակն է, որ Տիրոջով հետ բերես։ Ու ինքը հետաքրքիր բառը ասում է, լսել եմ քո մասին, ականջի լսելով, իր այդ տարիքին ինքը արդեն լավ տարիքով էր։ Լսել, ասում է, բայց հիմա աչքս տենում է քեզ։ Պետքա տենանք մեր Տեր Փրկիչին։ Ու միշտ պատճառ կա։ Չեմ կարա գամ եկեղեցի, չեմ կարա Աստծո հետ առանձնանամ, հենց ուզում եմ առանձնանամ, այս միտքն է գալիս, երեխեքը պարապմունքի են չեմ գալիս, երեխեքը դասի են չեմ կարա գամ։ Մարդու համար միշտ պատճառ կա։ Հա? Սիրտդ ասում է գնա բարեշ ես մարդու հետ, որ ամեն ինչ կարգավորվի, բայց միտքը ասում է չէ դե ես ճիշտ եմ։ Ես ճիշտ եմ, ես խիկ պետքա գնամ առաջին։ Բաներ կա, որ մարդը ես ու դու մեր արարքներով պետք է անենք։ Մեր վերաբերմունքով պետք է անենք ամեն ինչ։ Մեր քայլերով պետք է ցույց տանք ամեն ինչ։ Ամեն։ Եփեսացիս 2-րդ գլուխ 14-17 խոսքերը։ Վասնզի նա է մեր խաղաղությունը, որ երկուսից մեկ արավ, եւ մեջ տեղի բաժանող պատը թշնամությունը քանդեց իր մարմնով։ Երկրորդ ուխտ, երկրորդ պայմանագիր սիրելիս։ Կա իրավիճակ քո կորցրածի հետ։ Քրիստոսը եկավ, որ հանի ինձ ու քեզ դրա միջից։ Այս երկրորդ պայմանագիրը բաժանող պատը Քրիստոսը իր թանկ արյունով եկավ, որ քանդի այս բաժանող պատը։ Թշնամությունը քանդեց իր մարմնով,
հրամաներով դրած պատվիրանքների օրենքը խափանելով, որ իրանով երկուսին մեկ նոր մարդ ստեղծե, խաղաղություն անելով եւ երկուսին մեկ մարմնով հաշտեցնե Աստծո հետ իր խաչովը թշնամությունը նրանով սպանելով եւ եկավ ավետարանեց խաղաղություն ձեզ հեռավորներիդ եւ խաղաղություն մոտավորների։ Ինչ ասում է եկավ Քրիստոսը հեռացնի թշնամությունը այն պատը որ ժամանակի ընթացքում իջել է իմ ու քո մեջ։ Ինչ թշնամություն կա մարդու ասո մեջ։ Այդ թշնամին միշտ մարդկային ցանկությունն է։ Մարդկային եսն է։ Ես ճիշտ եմ, ես եմ ուզում, ես նա եմ ուզում։ Մարդու անտարբեր լինելը ամեն ինչի նկատմամբ անտարբեր է։ Թե ընտանիքի նկատմամբ, թե աշխատանքի նկատմամբ, թե թղթերի հետ կապված ամեն ինչի նկատմամբ միգուցե անտարբեր ես։ Այդ քո անտարբերությունն էլ է բերում է ինչ-որ խնդիրների։ Բերում է նրան, որ դու կորցնում ես։ Ընդամենը մի փոքր բան է պետք, որ կորցնես ու քո մոտ ամեն ինչ սկսվում է։ Մի հատ փոքր բան, մի հատ ծխելը ինչա որ չեմ կարում թողել։ Մի հատ խմելը ինչա որ չեմ կարում թողել։ Մի հատ հայոյելը ինչա որ չեմ կարում բերանս զսպեմ, էլ չելի այդ անեցքին բերանից։ Ինչ է այդ մի փոքր պտուղը, որ պետքա անջատի ինձ ու քեզ Տիրոջից։ Որ պետքա հեռացնի իմ ու քո փրկությունից։ Չէ որ դրա համար գինա վճարած։ Քրիստոս եկավ, որ կորածը հետ բերի, գնահատիր այդ գինը, որ ինքը վճարել է խաչի վրա։ Մի անարգիր են արյունը, որ թափվել է, իմ ու քո փրկության համար։ Ամեն։ Քրիստոսը եկավ, որ կույրը տեսնի, կաղը քայլի, մեռելը հարություն կառնի։ Տիրոջ խոսքերն է։ Այս դրա համար եկավ։ Բայց արի ուրիշ կողմից նայենք էլ իրար այդ։ Կույրը կտեսնի, կաղը քայլի, մեռելը հարություն կառնի։ Հոգևոր կույր մարդը կսկսի տենալ սիրելիս։ Հոգևոր կաղ մարդը կսկսի բարձրանալ իր կաղությունից։ Հոգևոր մեռած մարդը հարություն կառնի, երբ որ Քրիստոսին ճաշակի։ Մենակ ֆիզիկապես չէ, հոգևորի համար Քրիստոսը եկավ։ Եկավ որ հոգունը փրկի, հոգունը տա ինձ ու քեզ։ Հոգևոր կույր մարդու աչքերը կբացի։ Միգուցե ինչ-որ քամիներ թույլ տա, որ գա մեր կյանքում, որ աչքերը բացի։ Կաղ մարդուն միգուցե ինչ-որ իրավիճակի մեջ բերի, որ իրա ձեռը տա, Տիրոջ խոսքն ասում է, չեն իմ զորությունը քո տկարության մեջ է։ Երբ որ են որ ասում է անգելես, կռացել ես, ջարդվես, հեսա պետք է ինես, բայց Աստծո ձեռը եկավ։ Միանգամից պահեց քեզ։ Միգուցե հոգևորում աղոթում ես իրավիճակ չես տենում, բայց Քրիստոսը եկավ, որ այդ իրավիճակը բերի հասցնի նրան, որ դու հոգևոր հասունություն ունենաս, վստահես իրան, նոր այդ ժամանակ տա։ Կույրը կտեսնի, կաղը քայլի, մեռելը հարություն կառնի սիրելիս։ Ես ու դու նոր ուխտի մարդ ենք։ Ու Քրիստոս եկավ կորածը հետ բերի։ Սաղմոս 25-րդ գլուխ 4-ից 5-րդ խոսքերը։ Ցույց տուր ինձ Տեր, ցույց տուր ինձ ով Տեր, քո ճանապարհները, սովորեցրու ինձ քո գնալու ճանապարհները, առաջնորդիր ինձ քո ճշմարտությունում եւ սովորեցրու ինձ, թե դու ես իմ փրկության Աստվածը, քեզ եմ հույսս դրել ամեն օր։ Ցույց տուր ինձ ով Տեր, քո ճանապարհները։ Բոլորս էլ ունենք Տիրոջ ճանապարհների կարիք։ Մարդս միշտ իր ճանապարհը միշտ էլ գծում է։ Նորմալ է, որ դու ճանապարհ ընտրես, նպատակի հասնես, բայց թող Տերն էլ էլի գծի, ուղի, որտեղ որ պետք է գնաս, ոնց որ պետք է անես։ Հեղինակը տես ասում է սովորեցրու քո ճանապարհները, քո գնալու ճանապարհները, ու ասում է առաջնորդիր ինձ։ Ու ինքը պատրաստ է ինձ ու քեզ առաջնորդելու։ Լսող ականջ պետք է ունենանք ու չնայենք այն պտղին, որը որ
ինձ ու քեզ այս աշխարհը առաջարկում է։ Հեռու մնա այդ պտղից, գործ չունենաս այդ պտղի հետ։ Աստված որ պտուղը որ պետք է, ինձ ու քեզ կտա։ Այնքան քաղցրություն կլինի, կարող է այսպես փոքր լինի։ Մարդու աշկին միշտ sense փոքր է երևում, բայց այնքան համոհոտ լինի մեջը դրած երկնքից։ Ամեն։ Պարտիրոջը Եվ սովորեցրու ինձ, թե դու ես իմ փրկության Աստվածը։ Ասма սովորեցրու ինձ, որ դու ես իմ փրկության Աստվածը։ Փրկության ճանապարհը ասма սովորեցրու ինձ, որ ես փրկվեմ։ Որ կինս փրկվի, որ ամուսինս փրկվի, որ ընտանիքս փրկվի, որ ազգս ապաշխարի։ Ասма սովորեցրու ինձ։ Հեղինակը ասում է, Տեր, սովորեցրու ինձ։ Ինչն է ինձ ու քեզ խանգարում, որ ասես, Տեր, սովորեցրու ինձ։ Սովորեցրու ինձ, որ ես էլ լսող ականջ ունենամ։ Սովորեցրու ինձ, որ ես էլ հաշտություն բերեմ իմ տան մեջ։ Սովորեցրու, ցույց տուր ինձ այս ամեն ինչ։ Քեզ եմ հույսս դրել ամեն օր։ Ասում եմ, քեզ եմ հույսս դրել ամեն օր։ Ամեն օր հույսս պետքա դնեմ Տիրոջ վրա։ Ամեն օր առավոտ կանուխ բարձվում է օրը, հույսս իրա վրենա, միջև իր երեկոյան բարձս դնեմ, գլուխս դնեմ բարձի վրա, սիրելիս, այդ էլ քիչա մի հատ էլ խաղաղքուն որ ունենաս գիշերը։ Ամեն օր, օրը 24 ժամ, որ Աստված ինձ ու քեզ տվել է, ասում է, հույսս դրեմ քո վրա ամեն օր։ Հույսը դիր Աստծո վրա։ Այն ինչ որ կորցրել ես, Աստված կարա հետ բերի։ Ինչ որ կորցրել ես, ինքը հետ կբերի։ Մնում է հուսած Տիրոջ։ Վերջի տեղն եմ կարդալու, սիրելիս։ Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորում եմ ձեր մասին, ասում է Տերը։ Խաղաղություն, խորհուրդներ եւ ոչ թե չարության, որ ձեզ տամ ապագան եւ հույսը։ Եվ դուք կանչեք ինձ եւ կգնաք ու կաղոթեք դեպի ինձ, եւ ես կլսեմ ձեզ, եւ դուք ինձ կորոնեք եւ կգտնեք, որովհետեւ ինձ կխնդրեք ձեր բոլոր սրտովը։ Երեմիայի մարգարեություն 29-րդ գլուխ 11-ից 13 խոսքերը։ Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորում եմ ձեր մասին։ Այն խորհուրդները, ինչ որ Աստված մտածում է իմ ու քո մասին։ Ու շարունակությունը ասում է, ինչ խորհուրդ է ինքը մտածում իմ ու քո մասին։ Ուր է ինքը ուզում ինձ ու քեզ տանի։ Խաղաղության խորհուրդներ եւ ոչ թե չարության։ Խաղաղության խորհուրդներ։ Այս տարի մեր մոտ հրճակված է խաղաղվելու տարի, սիրելիս։ Ոչ թե դիմացինդ խաղաղվի, ոչ թե կողինդ խաղաղվի, ոչ թե եղբայրդ խաղաղվի, ոչ թե հարսդ խաղաղվի, ոչ թե ամուսինդ կամ կինդ խաղաղվի, այլ հենց ես ու դու ցերես։ Իմ ու քո մասին է։ Խաղաղվելու տարի ես պետք է խաղաղվեմ։ Ամեն իրավիճակում ես պետք է խաղաղություն ունենամ։ Ամեն իրավիճակում ես պետք է համբերություն ունենամ։ Տիրոջ խորհուրդները պատկերացնում ես ինքը խորում է, մտածում է իմ ու քո մասին, ասում է ինչ անեմ, ասում է խաղաղություն տամ իրան։ Երբ որ խաղաղություն կգա, ամեն ինչ էլ կկարենաս անես ոնց որ պետք է։ Խաղաղությունը գա ճիշտ որոշում կայացնես, խաղաղությունը եթե գա ձեռիդ գործ օրնված կլինի, խաղաղությունը երբ որ գա միտքդ տեղդ կլինի, չես գոռալու աջ ու ձախ, այս պատից այն պատը։ Երբ որ խաղաղություն գա, ամեն ինչ էլ կանես։ Ասում է խաղաղվիր։ Որ ձեզ տամ ապագան եւ լույսը։
Երեմիան ասում 29:11-ից 13 խոսքերը։ Ասում է հենց որ խաղաղվես, այն ժամանակ կտամ քեզ ապագան եւ լույսը։ Խավարի մեջ ես, կհանեմ քեզի լույսի մեջ։ Ընտանիք չունես, ընտանիք կտամ քեզ։ Էսի չունես, էսի կտամ քեզ։ Էնի չունես, էնի կտամ քեզ։ Ասում է խաղաղվի։ Էս եմ ես խորում քո համար, խաղաղվելու տարի սիրելիս։ Ու եթե դու խաղաղությունդ կորցրել ես, այ Քրիստոսը խաչի վրա մահացել է իմ ու քո համար այդ խաղաղության համար։ Այն ինչ որ կորցրել ես, ինքը հետ կբերի իմ ու քո կյանքում։ Ես կխնդրեմ կանգնենք ոտքի։ Եվ դուք կանչեք ինձ, եւ կգնաք ու աղոտ կանեք դեպի ինձ, եւ ես կլսեմ ձեզ։ Եվ դուք ինձ կորոնեք ու կգտնեք, որովհետև ինձ կխնդրեք ձեր բոլոր սրտովը։ Ասում եմ, երբ որ խաղաղությունդ գա, կգնաս, կաղոթես, որ ասում եմ, խելքդ գլուխդ կգա, կասես, հələ լավ, այսուր եմ հասե։ Մի հատ սթափվեմ, հասկանամ ուր եմ ու գնամ կանգնեմ Տիրոջ առջև ու խնդրեմ իրանից։ Աղոտ կանեք դեպի ինձ եւ ես կլսեմ։ Եվ դուք ինձ կորոնեք ու գտնեք։ Որոնի Տիրոջ։ Որոնի են մարդուն, ով կորածը կարա հետ բերի։ Ինքը արդեն հետ բերել է։ Ավելին ասեմ քեզ, ամեն ինչ հետ բերած պատրաստած է։ Ինքը ամեն գին վճարել է։ Իր մահով այդ գինը ինքը վճարել է, բերել է այդ կորածը։ Մնում է որ ես իմ բաժինը անեմ, դու քո բաժինը անես, որ այդ արածը տա ինձ ու քեզ։ Ինձ կխնդրեք ձեր բոլոր սրտովը, ամբողջ սրտովը։ Ոչ մի բան չթողես։ Տիրոջ ճանապարհները խնդրիր, որովհետև երբ որ ականջ տաս Տիրոջ ճանապարհներին լսես, ասեմ քեզ, զարմանալի, մի հատ էլ կասեմ, զարմանալի ձևով ամեն ինչ կստացվի։ Ամեն, փառք Տիրոջը։ Փառք մեր Աստծուն, ինքը արժանի Աստված է, սիրելիս։ Փառք մեր Տիրոջը։ Եկեք աղոթենք։ Այն ինչ որ կորցրել ես։ Խնդրեմ, որ դու ինքդ գիտես ինչ ես կորցրել։ Մեծից փոքր ամեն մեկս էլ ինչ որ մի բան ունեն կորցրած։ Այդ կորցրածը, որ Աստված լիարժեք հետ տա։ Ոչ թե պրոստը ասի լավ, բերում եմ տալիս ենքան ուզեցիր, այլ ես ու դու գնանք իր ուզածի մեջ, այդ լույսի մեջ, այդ ճանապարհի մեջ, որ ինքը էս ամեն ինչը տա ինձ ու քեզ։ Հալելույա երկնային Հայր, շնորհակալ եմ քեզ Տեր, այն քո խոստման համար։ Երկրորդ ուխտիդ համար, Տեր, որ դու արեցիր, շնորհակալ ենք, որ այն կորցրածը դու հետ բերեցիր, Հիսուս։ Այն մեր փրկությունը, որ չունենք, որ կորցրել ենք, այն խաղաղությունը, որ չունենք, կորցրել ենք, այն առողջությունը, որ չունենք, կորցրել ենք, շնորհակալ ենք, որ հետ բերեցիր, այն ֆինանսական խնդիրները, որ չունենք, հետ բերեցիր, Այն սխալ մտքերը, որ չունենք, հետ բերեցիր Տեր։ Շնորհակալ եմ, որ դու տենց Աստված ես, որ կորածը հետ բերեցիր։ Ոչ միայն ֆիզիկականում, այլ ամենաթանկարժեքը։ Հոգին, որ դրել էր մեր մեջը, հետ բերեցիր քեզ մոտ նորից Տեր։ Շնորհակալ եմ քո թանկ զոհի համար Հիսուս, որ այսօր կնքվեցավ այդ պայմանագիրը երկու Աստծո միջև։ Հոր եւ որդու միջև։ Շնորհակալ եմ Տեր ջան։ Խնդրում ենք օրնես մեզ, որ մենք մեր քո ճանապարհներով գնանք, մեր ճանապարհները չգծենք Տեր, այլ տանես այն ուղիներով, որ մեզ տանելու է դեպի քո գրկի մեջ, Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Փառք մեր Աստծուն։ Կորցրածը հետ կբերեմ։ Ինքը կարա։
տուր իրան լիարժեք։ Մի հատ հարց եմ ուզում տամ, կա մարդ, որ այսօր առաջին անգամ այսպիսի եկեղեցում Քրիստոսին Տեր ու Փրկիչ չի ընդունել։ Պարզի ձեռքդ ողջունենք քեզ։ Տեր օրհնի ձեզ։ Մի հատ խնդրանք ունեմ, ես կիշնեմ ներքև, խնդրեմ, որ դուք էլ գաք, մի հատ աղոթք անենք իրար հետ։ Խնդրեմ, թող տեղդ առաջնորդի ծառայողները ձեզ կօգնեն, կգաք առաջ։ Մի հատ աղոթք գործ ունենք իրար հետ անելու։ Բարև ձեզ, Տեր օրհնի ձեզ։ Բարև ձեզ, Տեր օրհնի ձեզ։ Ավելի ծափտուր, սիրելիս, փառք Տիրոջը, բարև ձեզ, Տեր օրհնի ձեզ։ Փառք մեր Աստծուն։ Փառք մեր Տիրոջը։ Տեր օրհնի քեզ եղբայր ջան, Տեր օրհնի ձեզ։ Ողջունեմ, Տեր օրհնի ձեզ։ Ինչի համար եք եկել ներքև։ Մենք մեր կյանքում ունենք հաղթանակներ, պարտություններ, կորած բաներ, այն ինչ որ ժամանակի ընթացքում կորցրել ենք ես։ Մեկս գիտակցելով, մեկս անգիտակցաբար, քայլեր ենք արել, որ բերել ենք կորուստի։ Կյանքներս գնացել է կորուստ։ Բայց Քրիստոս ասեց, ես կգամ ձեր կյանքի մեջ ու կօգնեմ ձեզ, որ այն կորցրածը, որ ինչ որ դուք կորցրել եք, հետ բերեմ։ Հիմա դուք իջել եք ներքև, որ դուք ինքներդ ձեր շուրթերով ասեք Հիսուս, միչև այսօր ոնց ապրել եմ, ինչ արել եմ, ինչ չեմ արել, չեմ ուզում։ Ուզում եմ, որ գաս իմ կյանքի մեջ, փոխես ամեն ինչ, ու ինչ որ կորցրել եմ, հետ բերես։ Մի հատ աղոթք կա։ Պողոս առաքյալը ասում է, եթե սրտումդ հավատաս ու շուրթերով դավանես, որ Քրիստոսը Տեր է, Փրկիչ է, եկել է, որ կորցրածը հետ բերի, ասում ինքն էլ կգա քո կյանքում ամեն ինչ կփոխի։ Կուզեք անեք այդ աղոթքը։ Տեր օրհնի ձեզ, սիրելի եկեղեցի, խնդրեմ, որ դուք էլ մեզ միաբանվեք, խնդրեմ փակեք ձեր աչքերը, ես ասեմ դուք կրկնեք իմ հետևից։ Սիրելի Հայր, ես գալիս եմ քո առաջ Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ես ընդունում եմ, որ դու Աստծո որդին ես, եկել ես այս աշխարհ, խաչվել ես, մահացել ես եւ երրորդ օրը հարություն ես արել։ Ինձ ազատելով ամեն մեղքից ու անեծքից։ Հենց հիմա երկնքի ու երկրի առաջ ես քեզ դավանում եմ իմ Տեր ու Փրկիչ։ Եկ եւ թագավոր իմ կյանքում եւ մկրտիր ինձ քո Սուրբ Հոգով։ Հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Ամեն, ամեն, փառք Տիրոջը։ Սիրելիս, շնորհավորում եմ, այսօր դուք ձեր շուրթերով ասեցիք Քրիստոս, արի իմ կյանքը փոխի ամեն բան։ Մտածում ես մի փոքր աղոթք է, ինչ արեցի, բայց ամեն մեկդ մի բան զգացիք, որ ինչ-որ բան փոխվավ ձեր կյանքում։ Մեկի մոտ խաղաղություն եկավ, մեկի մոտ թեթևություն եկավ։ Դրա համար Տեր օրհնի ձեզ, շնորհավորում եմ Բալի գալուց Տիրոջ տուն։ Մենք ձեր համար մի հատ փոքր նվեր ունենք, հա, կնվիրենք ձեզ, բայց մինչև ձեզ նվիրելը, եթե կարելի է ձեր թույլտվությամբ կաղոթենք ձեր համար, լավ, հետո նոր կնվիրենք, ծանոթանանք ձեր հետ, կշփվենք, ձեր համար վերևը հյուրասիրություն ունենք պատրաստած, եթե հարցեր ունեք, հարցերին կպատասխանենք, եթե աղոթքի կարիք ունեք, կաղոթենք ձեր համար։ Տերը օրհնի ձեզ։ Պարզիր սիրելի եկեղեցի մի հատ աղոթենք իրանց համար։ Սիրելի Հայր, մենք խնդրում ենք, որ քո օրհնությունը, օծությունը, բժշկությունը, նորոգումը, վերականգնումը իշնի իրանց վրա Հիսուսի զորավոր անունով։ Գա ազատություն, խաղաղություն, սեր, ուրախություն, հպվես ամեն մեկին, կպվես ամեն մեկին, քանդես սատանայի բոլոր գործերը իրանց կյանքերի վրայից ու նորոգես քո երկնային ճանապարհները, քո երկնային ուղին իրանց կյանքում բարձրացնես Հիսուսի զորավոր անունով։ Թող այն հայրական սերը իրանք զգան, վերապրեն։ Օրհնում ենք իրանց ու հանձնում քո ձեռքերի մեջ, որին որ հուսացին հենց նոր իրանց շուրթերով Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը, սիրելիս, Տերը օրհնի ձեզ, ես կխնդրեմ քույրիկի եւ եղբոր հետ բարձրանաք վերև, ծառայողները կառաջնորդեն, սիրելի եկեղեցի, դու օրհնված ես, բայց ես ինչքան եմ օրհնված,
Պարզի ձեռքդ վերցրա օրհնությունի։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր սերը, Սուրբ Հոգու խաղաղությունը, առաջնորդությունը, զորությունը, ներկայությունը, օծությունը լինի քո հոգու հետ, քո մարմնի հետ, քո շնչի հետ։ Հիսուսի անունով։ Ամեն։ Փառք Տիրոջ։